Ողջույն։ Կառավարության նիստը վարողը այսօր ասում է, մեր ֆունդամենտալ խնդիրն այնտեղ է, որ պետություն ասելով հասկանում ենք նեգատիվ ինչ-որ բան, իշխանություն ասելով հասկանում ենք նեգատիվ ինչ-որ բան։ Պետություն բառի էմոցիան ասում է, պետք է կարողանանք նեգատիվից փոխել պոզիտիվի։ Մեր ժողովուրդը պետություն ու իշխանություն եզրույթները շատ հաճախ նույնացնում է, իր համար երկուսն էլ նույն են։ Ցավոք, բայց այո, Փաշինյանը ճիշտ է ասում, հանրային վերաբերմունքը իշխանության նկատմամբ նեգատիվ է։ Նաև կառավարության նիստում խոսում էին այն մասին, որ այլ երկրներում քաղաքացին երբ ստանում է նամակ կառավարությունից, մեծամասամբ դրական է այդ նամակը իր համար, մեզ մոտ բացասական է։ Այսինքն, այլ երկրներում քաղաքացուն պետությունը ծանուցում է նաև իրեն օգտակար, շահեկան բաներ։ Հայաստանում այդ ծանուցումները գլխավորապես տուգանքների, տույժերի մասին են, բացասական արձագանք, եթե այդ նամակը պետական հիմնարկներից է։ Բերքը կարկուտը տարել է 2024 թվականին։ Ամբողջ 24 թվականը սոված նստել սպասել են իշխանությունից փոխհատուցման։ Բոլոր դիմումների պատասխան ծանուցումները եղել են բացասական։ Հիմա նա ինչ պատկերացում կազմի իշխանության մասին։ Պոզիտիվ։ 2025 թվականը ավարտվում է։ 24 թվականին ջրհեղեղից տուժածներին դեռ չեն փոխհատուցել ավարտել։ Իշխանության, պետության նկատմամբ էմոցիան ոնց կարող է պոզիտիվ լինի։ Ես պետական հիմնարկներից վերջին 5 տարում ստացել եմ 20-ից ավելի նամակ։ Դրանց մի 10-ը եղել է տուգանք, մյուս 10-ը եղել է քննչական կոմիտե, ոստիկանություն, դատարան հարցաքննության գնալու հրավեր։ Կառավարության նիստում ասում են, այլ երկրներում պետությունը դրական նամակներ է ուղարկում։ Բա 20 նամակի միջից մի հատը ինձ դրական չուղարկեիք։ Մի դրական նամակ կարող է լինել, որ հայտնաբերեին մեքենայից թալանչիներին։ Այդ դրական նամակը սակայն այդպես էլ չի գալիս։ Տասնյակ, 100 հազարավոր քաղաքացիներ մշտապես այդ տուգանքները եւ այլ ծանուցումներ են ուղարկում, էլ ինչ պոզիտիվ։ Այսօր ակցիա են անում բեռնափոխադրողները, որոնց մուտքը Ռուսաստան Դաշնություն արգելվել է։ Էկոնոմիկայի նախարար Պապոյան Գևորգը գալիս ասում է, զբաղվում ենք, բայց հարցներ չի լուծվում։ Հիմա այդ մարդիկ ինչպես կարող են իշխանության նկատմամբ նեգատիվ էմոցիան փոխել։ Գյումրու նախկին ռադիոգործարանի քանդված, բլբլված շենքում բնակվում են ընտանիքներ։ Այս շենքն է ժողովուրդ։ Պատուհան չկա, դուռ չկա, իմ տեսած ամենածանր պայմաններում ապրող մարդիկ են։ Հարկեր եք տեսնում, չէ՞։ Ներսից չկան այդ հարկերը։ Բլած են։ Առնետները երեխաներին կրծում են։ 2018 թվականին նրանց խոստացել է Փաշինյանը պայմանների բարելավում։ Եթե բարելավվեր իշխանության նկատմամբ այդ մարդկանց էմոցիաները կլինեին պոզիտիվ, չէ՞, բայց քանի որ խաբել է, տեսանյութի մեջ ամեն երկրորդ բառը հայհոյանք է Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն այդ մարդիկ, որ ատում են իշխանությանը, մեղավորը իշխանությունն է։ Ինքը այնպես չի անում, որ էմոցիան քաղաքացու լինի պոզիտիվ։ Այն, որ հազարավոր զոհերի հարազատներ այսօր նեգատիվ վերաբերմունք ունեն իշխանության հասցեին, ով է մեղավորը։ Կարող է Փաշինյանը այդ վերաբերմունքը փոխել պոզիտիվի։ Այս պահին Բաքվում գտնվող գերիների որ մի հարազատի վերաբերմունքը պոզիտիվ կլինի։ Պատերազմում կորցրել է եղբորն ու եղբոր տղային։ Գնացել է կառավարությունից պատասխան պահանջելու, կալանավորել եք։ Ու հիմա ասում եք, պետք է դու պոզիտիվ տրամադրվես, ախր ոնց։ Արցախից բռնագաղթած ու մի կերպ գլուխը պահող մեր տասնյակ հազարավոր հայրենակիցները ոնց կարող են պոզիտիվ տրամադրվել ձեր իշխանության նկատմամբ։ Սա բռնագաղթի ամենամեղմ լուսանկարն է։ Չենք էլ կարող է պատկերացնել, թե ինչ օրեր ապրեցին, ինչերի միջով անցան։ Հիմա որ ես այսպես շարունակեմ թվարկել, կպարզվի, որ ժողովրդի 90%-ից ավելին նեգատիվ տրամադրվածություն ունի ու դրա հիմնավորումները բոլորը ունեն։ Խոստացել է աղքատությունը 10% իջեցնել, ոչ մի տոկոսով չի իջեցրել։ Հիմա ծայրահեղ աղքատության մեջ գտնվողին ասում է, պետք է պետության մասին քո վերաբերմունքը, քո ընկալումը նեգատիվից դարձնել պոզիտիվ։ Ախր չի լինում է այտենց։ Փորձել ախր չի անում կառավարությունը, որ այդ վերաբերմունքը փոխվի հանրության մոտ։ Հայաստանի բոլոր մարզերում հարցումներ են արվել, թե ինչ կարծիք ունեք եկեղեցու վրա Փաշինյանի հարձակման մասին։ Չկա մի հոգի, որ ողջ ունի։ Այդ մարդիկ, որոնց աչքի առաջ 3 սրբազան կալանավորել եք, ինչ վերաբերմունք պետք է ունենան իշխանության մասին։
Արագածոտնի թեմի առաջնորդին 12 հոգևորականի բերման են ենթարկել, մի քանիսին նրանցից կալանավորել են։ Քննչականը տարածում է իբր հանցանքի մասին ապացույց, ու լուսանկարներ են, որոնցում կան սրբապատկեր, մեդալ, վառելիքի կտրոն, համակարգչի ստեղնաշար, մկրատ, տոպրակ, ավտոմեքենայի պուլտ։ Տպավորություններս այն է, որ սարքում են հոգևորականների գլխին, ինչպես արել են Միքայել Սրբազանի դեպքում, Բագրատ Սրբազանի դեպքում, իրար կպցրած ինչ-որ ձայնագրություններով։ Ասում են վերաբերմունքը իշխանության նկատմամբ նեգատիվ է, փոխեք, չի լինում է ախր, անհնար է փոխելը։ Նիկոլն ասում է, ես լուրերից եմ իմացել հոգևորականների դեմ քրեական գործի մասին, լուրջ, Սամվել Կարապետյանին էլ ես լուրերից իմացել, են էլ ուղիղ եթերում էր հիստերիկ շարժումներով հրահանգները։ 54 քննիչ խառնվել է սրբազանների գործին, հոգևորականների երեկվա, 50-ից ավելի քննիչ Սամվել Կարապետյանի գործին է խառնված։ Մենք մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը խոսքի համար, քրեական գործ են հարուցել ու գործին կցվել է 50 քննիչ։ Ժողովուրդ ջան, սա նշանակում է, որ քննչական համակարգը նեխած է։ Էլ ինչ պոզիտիվ էմոցիա ունենանք դրանց նկատմամբ։ Կոտայքի մարզում մի քանի օր առաջ սահմռկեցուցիչ դեպքեր եղել։ Մեկը հարևան ամուսիններին դաշտում սպանելուց հետո մնացել էր ազատության մեջ եւ սպանել էր եւս 2 հոգու։ Կոտայքի մարզում ոստիկան երևի չէր մնացել։ Հարյուրներով բերել էին դատարանի դիմաց Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու ժամանակ բողոքի ակցիայի մասնակիցների դեմ պատշարելու։ Հանցագործները վխտում են փողոցներում, մարդկանց սպանում են։ Սրանք ոստիկաններին տարել են սրբազանների, բարերարի աջակիցների հավաքին։ Փաշինյանի պաշտպանությանն են լծել։ Բայց ինչ վերաբերմունք պետք է ունենանք իշխանության նկատմամբ։ Բնականաբար ոչ թե պոզիտիվ վերաբերմունք, այլ խմբային հայհոյանք։ Այնպես որ դեռ երկար եք կարծում եմ ման գալու հարյուրավոր ոստիկան ախրանաներով։ Կարճ ասած, իշխանությունից ժողովուրդը հաճախ է դժգոհ լինում։ Չկա ժողովուրդ, որ գոհ է իր իշխանությունից, բայց մեզ մոտ ժողովուրդը ոչ թե նեգատիվ վերաբերմունք ունի իշխանության նկատմամբ, այլ պարզապես ատում է ու համարում է երկիրն ու իրեն ժողովրդին, այսինքն թշնամի։ Բայց նշենք, որ նույն վերաբերմունքը նաև իշխանությունը ունի ժողովրդի նկատմամբ, այլապես երկրի ու ժողովրդի հետ չեր անի այն ամենը, ինչ անում է արդեն 7-8 տարի։